Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմ եք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Կարող եք կիսվել նաև բարձր դասանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Սկսենք նախ Հայաստանի հերթական դեբիլություններից, որ օրական մի ապուշություն պետք է ասեն Նիկոլ Փաշինյանի թիմը կամ մյուսները, որպեսզի օրը անցնի։ Podcast են արել Ալեն Գրզոյի ստրիպտիզ տագլոր բալեյնին եւ ասում է, որ պատերազմի օրերին ես Մոսկվայում էի, վախում էի զենք էին տվել, որ ինչ չխփեն։ То այ ուլ պատերազմի օրերին դու նախորոք փախել էիր Մոսկվա ռուս պապաներիդ մոտ, դա ապացուցեց իր այդ խոսքով, որ այսինքն դու փախել էիր պապաներիդ մոտ, որ հանգարցակի քեզ վախեցել էր դավաճանության համար չխփեին։ Քեզ ով էր խփելու Մոսկվա, այ ուլ դու Մոսկվայի ինչին էր պետք որ քեզ խփեին։ Դու գնացել էիր, որ Հայաստանի հանձնելու համար խոսեր ասում ում ոտնգիր, ոտը չընկներ, դու արդեն հանձնելուց թռել էիր։ Քո գրզո պապան, որը ռուսների հետ բրիլյանտի գործ անում, այդքան սև գործ են արել Նիկոլը Գրզոնը, 5 միլիարդ 600 միլիոն դոլարի մենակ այս տարի, գնացել էր այնտեղ քեզ պահել են, որ գլուխդ չուտեին։ Այ չուրբան, դու Հայաստանի Հանրապետության երկրորդ մարդ, ինչ էր փախե Մոսկվա հարց, հա? Ինչ էր փախե հենց Մոսկվա։ Դու ասում եք մենք արևմտյան արժեքի ղեկավար ենք, արևմտյան արժեքները քեզ գիտես ուր են տանելու։ Քեզ տանելու են Գերմանիայի Նյուրնբերգի Կորմարտ հասցեի պլաշատկայում գեյ փառադի, Ամերիկա Սանտա Մոնիկա եւ այլն, որտեվ դու արդեն 1000-րդ անգամ ապացուցում ես, որ դու ուղղակի ինչ ասեմ, դու ուղղակի կնիկ ես, փոխանակ երկրի ղեկավարը, երկրորդ մարդացի, ես զինված բան եմ եղել, բլթեցրեց, որ ինքը փախել է Ռուսաստան, մտել է ռուսի տակ մնացել էր։ Անցնենք հաջորդ հարցին, ինձ դիմել են մոբի տղաները, այսինքն այն զինվորները, որոնք գնում են սահման են կանգնում, որոնց պետք է տան 170,000 դրամ, եւ մարդիկ ասում են, որ հրաժարվելու ենք սահման կանգնելուց։ Ինչ օրենք են մտցրել այս վիժվածքները Թուրքի ու Ջուդի ռուսի տակի ապրանք Նիկոլով։ Օրենք են մտցրել, կարծեմ ասին 87, թե որ հոդվածնա, չգիտեմ, հանգարց չասեք, այդ թվից է մտքիս եկա, ոնց որ տենց է, որով այն տղաները, ովքեր կանգնում են սահմանին եւ զուգահեռ աշխատում են տանը, այդ աշխատող ֆիրման իրանց փողը պետք է հանի ինչքան որ պետությունն է տալիս։ Հասկանում եք դուք ժողովուրդ, այսինքն սահմանին կանգնողի փողը հանում են, այսինքն ձերի սահման պետք է կանգնի, որ Ալեն Գրզոյի ստրիպտիզ բալենը ստե Նիկոլենց այդ արմամոլներով խաղան, եւ այս մարդիկ ձերի կանգնում են, շեֆին ասում են հանի, եւ փողը տալիս են 2 կտորով, 60,000 մեկ են տալիս, 110,000 մեկ։ Մարդ ասում է չեմ գնա, հենա կմնամ իմ գործի տեղ, կյանքս չեմ վտանգի սահմանի վրա։ Գոռում են մեզ պետք է ինչ բանակ փոխենք։ Կյանքս ասում է չեմ վտանգի սահմանի վրա, ծեծենը չեմ էթալու ասում է։ Մորթենը չեմ էթալու։ Ասում է կյանքս ես վտանգեմ, այդ փողը գցել են այն ֆիրմայի վրա, որտեղ ես աշխատում եմ, այդ ֆիրման օրենք է, ասում է աղբի ջան, ես քեզ այս օրենքը գնա, ուզում ես բողոքի պետությունն է օրենքը հանել։ Այսինքն մարդը ստանում է օրինակի համար 400,000 դրամ, 170,000-ը այդ ֆիրման փոխանցում է Նիկոլին, որ Նիկոլենք հետ տան այդ մարդուն։ Այսինքն դուս ա գալիս, դուք գողանում եք մարդու աշխատածը։ Նիկոլ Փաշինյանի իր ամբողջ խմբով եւ պապայություն Քոր Լևոն Քոչարյանն ու Սերժն են անում, որ Հայաստանը վերջում վերան հələ ասում են մենք Ռուսի հետ։ Ռուսները ձեզ գիտես ինչ են անելու։ Ռուսները բոլոր իրենց ենթակա ասած կոշիկ լպստողներին Պրիգոժին եւ Հարությունատ գեներալ սատկացրին, ձեզ կախարան են անելու ռուսները։ Ես նկատի ունեմ էլի եմ կրտում, տակից էշշ մեկը չխոսա, որ կնիկը ռուսացի կենգաս կպար, թե կնիկը ինչ կապ ունի Նիկոլի կամ Պուտինի հետ, ոչխար։ Ռուսիաս ասելով հասկանում եմ Մոսկվայի ղեկավարությունը, ես չեմ ուզում անընդհատ այդ ասել, որ դեբիլները չընկնեն, թե մեր կենգաս է կպնում, մի հատ անասուն է զանգի, ասում էր սիրիացես ռուսա, ինչ ես քրվում, հենց տեղում ինչ որ պետքա ասեցի, երեսին Իրանը սիրիացին է, հեռախոսը կախեց։ Բա, մեր ազգի մեջ արդեն սկսել են ռուս-սիրիացի թասիպ են հանում Հայաստանի։ Հիմա տեսեք, այս ամբողջ գործողությունների վրա փաստում են բանակի փողը պահում են, ու այդ փողերը ուտում են ու ամեն ինչ գալիս են ու իրանց տեղը, հա։
Լավն եք էլի։ Լավն եք էլի։ Ձեր նմանը չկա։ Անցնեմ հաջորդին շատ կարճ եմ անդրադառնալու, ինչքան էլ ես ժողովուրդ ջան պաշտպանելու եմ այն իրավիճակը, ոչ թե որը կախված է ինձանից, այլ երկրի մեջ չպետք է լինի բռնություն, ծեծ ու ջարդ, հատկապես այն մարդկանց հանդեպ, ասել եմ, ովքեր բարձրացնում են։ Սա միանշանակ Արթուր Չախոյանի հանդեպ հելել եմ, խոսացել ենք, ամեն ինչ մեր կարծիքը հայտնել ենք, չէ՞ բռնության կուսակցությունը հետ է։ Արթուր Չախոյանը երեքներում ենք ասում ես դուրս եմ եկել գործը շարունակելու համար պետք է դրամահավաք անեմ։ Այ Արթուր Չախոյան դրամահավաք ինչի համար է, մեծ խեղ ժողովրդից երեք չի փոխհավաքեք։ Այն վիժված բևեռը փող է հավաքում Ամերիկայից իբր իրանց տեսնելու համար մարդը $500, հետո տեսան որ որակներ ընկավերեսները բացեցի, ձրի հիմի խառնվել են իրար, դարավ ձրի։ Փող էին տալիս որ Պապյանն ու Ժիրոտ են, թե դուք ինչ ասել էի ինչ եք որ ձեզ տենան։ Փողը հավաքում են մյուս կուսակցությունները ջեբի անունները չտամ 4 հոկանոց այն կուսակցությունները որ իրանք է չգիտեն իրանք ում հետ են ում տակ են բոլորի վրով այսինքն կոմպրոմատները դրած է փող են հավաքում թոշակառուի հաշվին ապրում ապրանքներ հիմա էլ դու ես սկսե արա մեղ չէ ժողովուրդը կարող է դիտեք Մոնակոյում եք ապրում որը ինչ տեղից դուս եք թռը ժողովրդից փող եք հավաքում արա դրամը հավաք անես որ ինչ անես դու ազատ մարդ ես այդքան սուտի բաներ կան դու ասա բլոգերներ կան տակը գրում են ինձ փող ղրգեք խոսամ արա խու դուք վիժված չեք ինչ փող ղրգեք խոսամ հիմա սա է փող տվեք ինչ փող տանանես չես ուզում մի արա այսինքն դու փող ես ուզում ժողովրդից որ ժողովրդի համար ինչ-որ բան բացահայտես գնա Քոչարյանից ուզի որոնք այդ թիկունքդ մինչև վերջ կանգնեն ես որպես Հայաստանի քաղաքացի դեմ եմ էլի եմ կրկնում մասսական ծեծի մանավանդ պետական պաշտոնյայի կողմից պետական պաշտոնյան պետք է դատվի դրա համար ու շատ երկար այս է պատճառը որ ոչ մի բանի համար չեն դատվում հենց հիմա ձերբակալել են հիմա չէ քանի օրը ձերբակալված է Վարդանիկի նախկին մամլոք արտուղարը ժողովուրդ ջան ես հարց եմ տալիս Վարդանիկի նախկին մամլոք արտուղար Լիլիթ Աղեկյան ես ուղղակի պարտավոր եմ բարձրաձայնել նրա համար որ մարդուն ձերբակալում են դատարանում կանչում են վկային ասում են թե դու անհիմը վիրավորել ես դատարանին մի ամսով փակում են ու սկսում են ծեծել ինքը շատ բացահայտումներ արել հատկապես բացահայտում արել դպրոցի դալիճում սպորտի թե որտեղ դալիճում անչափահաս աղջկա բռնաբարության այդ դպրոցի մի քանի սաների կողմից դպրոցի տնօրինուհի Արմինե ինչը Սուքիասյանը բողոքել է Գյումրիի 34 դպրոցն եթե անունը սխալ ասացի իմ իրավասությունը չի բողոքել է այս աղջկան բռնել են ու սկսել են խոշտանգել դատավոր Հայկ Աղաքակյան հարգարժան դատավոր ուշադրություն վերցրեք բոլոր դատավորներից ու հիշեք նաև այս Արտուշին որ բռնեցին ինչ են անում ով որ Նիկոլի համար շատ է ոտու ձեռնգնում լպստվում նրան լենքին են մտցնում Արտուշը ձեզ օրինակ ու նորից էլի եմ ասում գովասանք չի գովաս չի Մասիս Մելքոնյանը ինչքան է դատերի մեջ կար մեր դատին ու մի քանի դատ ես տեսել եմ որ Մասիս Մելքոնյանը փորձում է չեզոք պահի դրա համար պետք է ասեմ այդ նույն բանն է ոնց որ արտակի գործով վկայության կանչեին որևէ մեկին ասեն արի բան ենք ասում այս մարդուն ասեն վերջ դու ինձ քրվիր մի անգամից կողեին բերդ ու սկսեն ծեծել կնոջը ես էլ եմ կրկնում ես կնոջը չեմ ճանաչում միայն տեսա որ ինքը Վարդանիկի 12 տարի մամլոք հարտուղարն եղել թե ոնց է 12 տարի Վարդանիկի նման անաստվածի հետ էս կինը մնացե ու արդար իբր ես սրա մեջ կասկածում եմ բայց ինչ վերաբերվում է բռնաբարությանը դա շատ խոշոր ու շատ ծանր հանցագործություն է եւ դա անձնական բողոք չէ դա հանրային բողոք է բռնաբարությունը չես կարող ասես դες ինչքա ես չեմ բողոքում ես չեմ բռնաբարը դատը վերցի հանրային բողոք հանրային հայց որ ներկայացում այդ մարդը պետք է դա սովորական բան չի սովորական հարևանը տունը ջուր չի լցել որ դատի եմ տվել չի անում ասի լավ կանեմ դատարանը որոշի ինչքան 100,000 50,000 տալիս են ասում են բեր այս մարդու հանդեպ պայման չունեմ դա հանցագործություն է ժողովուրդ հանցագործություն բռնաբարություն մասսական անչափահաս երեխու Գերմանիայում դրանց գիտեք ինչ են անում տանում են սիրուն ուրեմն Բավարիայում 2016 թվականին բռնվել էր ցանցային 40,000 պետոֆիլներ 40,000 պետոֆիլներին ձերբակալում են տանում են սկզբից երկար ստուգման այդ ստուգման ընթացքում գեղեցիկ դեղեր են սրսկում սրանց արդեն հայտարարում են գժված եւ ցմաբանտարկություն նույնը պետք է լինի Հայաստանում ապացուցված բռնաբարության համար ոչ թե
Մարդը բարձրաձայնում է բռնաբարություն ա եղել, տանում կողմիկ բեր։ Բայց ֆիզկուլտի տղու վրան որ սարքեցիք, ֆիզկուլտի դասատուի վրան որ խեղճին սարքեցիք բռնաբարություն, այդ աղջիկն է ինքն էր գնում, հələ մի բան է դատարաններում մատ թափ տալի մորետ փչացած։ Բայց այդ ինչի՞ չբռնիկ դրանց ձերբակալեիք։ Այս երկիրը տարբեր բաների մեջ է։ Նիկոլ Փաշինյանի նման ապրանքը, որը բոլոր տեղերը կոշիկ մակրեն գցին Ռուսաստանից սկսած ամբողջ աշխարհով, որ հեսա թռնելու ինքը ամեն ինչ անում են, որ թռնեն Հայաստանից թալան անում, գույքն է թանկացնում, ես ամեն ինչ աշխատում են, ինչքան կարան թալանեն թռնեն, փողերը վերցնեն, ես ասել եմ, չէ, Նիկոլը թռնելու է, ժողովուրդ ջան, թռնելու է Նիկոլը։ Իրապես ասեցի, թռնելու է, երեք բրո ասում եմ։ Հա։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանի թռնելուց փողեր են վերցնում թռնեն։ Կարմիր բերետավորներու շատ էլ նայում եմ ձեզ։ Մեքենա է, չգիտեմ երբ անյութա, մեքենան մարդը մեջը փագել եք ու սկսում եք մեքենան ջարդել։ Ոստիկանությունը իրավունք ունի մեքենա ջարդելու։ Եթե մարդը միջից դուրս չի գալիս։ Հարց եմ տալիս, դուք հաստատ գիտեք դա։ Գույքը փչացնելու իրավունք ունեք։ Թմրադեղ եք բռնել, բան եք արեք, ունեն հայտարարություն տվեք ինչի համար եք անում։ Թե չէ փողոցում մարդիկ կանգնած նկարում են մեկի ավտոն ջարդում եք։ Միջից չի իշտում։ Գոնե մի հատ ասեք տեսնենք ինչ եք անում։ Ընդհանրապես կարմիր բերետավորներ, դուք աչքի եք ընկնում, հակահայկական միշտ եղել եք կակ ու կմնաք որպես հակահայկական կառույց։ Ոնց որ դիզվատի աշխատողները։ Դուք հակահայկական կառույց եք, դուք ոնց եք պատկերացնում Նիկոլը որ գնաց, ձեզ թվում է էլի քոչոնա գալու Սերժը սենց պասերով դուք էլի մնաք, չի լինելու։ Խայտարակություն պետության մեջ ցուցադրաբար մարդու գույքը փչացնում է, ոստիկանը պատասխան չի տալի, 7-8-ով ավտոն ջարդում են։ Սենց է բան կլինի։ Սենց բան ես էլ չեմ տեսել, ժողովուրդ ջան։ Անդրադառնանք մեր ամենալավ տղուն Հայաստանի, մեր ընկերական տղուն, մեր Տիգրան Արզաքանդյանին։ Տիգրան Արզաքանդյան, լավ է սարե, այ տենց կվերցնես մեր կուսակցությունից խոսքերը կանես ու էլի ճիշտ կանես։ Տիգրան Արզաքանդյանը անդրադարձել է Հնդկաստան-Պակիստան պատերազմին իր կողմից կոչ անելով, ոնց որ մենք ենք կոչ արել, մալադես, դե մեկ-մեկ գոնե գնայի ու կոչ արա, ուրիշ բան չունենք ասելու քեզ, ոչ վիրավորելու ունեմ, ոչ է։ Հաջորդ հարցը ինչի մասին ուզում եմ անդրադառնալ։ Ժիրոին, Սերժ Ժիրոին Բևեր Սևերի կանչել են քնչական, բայց որպես վկա ինչ-որ 27-ի գործով, ես իմ Սյամու Բաբայանի ասածով եւ այլն։ Լուրջ եք ասում, էլի Ժիրոին փակելու եք, որ թռնեք, ասեք Ժիրոն Բերդում, հա։ Մենք արդեն գիտենք, հենց Ժիրոին տանում եք իբր փակելու, Սերժի Ժիրոին, դուք նրան չեզոքացնում եք, որ երկրում մի բան լինի, էլի ուլի դեմով, էլի ես քնանած էի, ես ցերփակալված էի, հա։ Հələ կտենանք մենք այդ ցերփակալվածը ինչ է նշանակում, Ժիրո։ Քնիշ կանչել եմ վկա։ Բայց Ժիրոին էլ մի երկու բառ ասեք, վկայից սարքեք դատված։ Տարեք ասեք հանց բանը դու ասա հայո ելա դատարանին տարեք մի երկու ամիս փագեք իսկականով սկսեք ծեծելը ոչ թե մատով մի կպեք կուկլա տարեք կուկլա հանեք բերեք անցնում եմ մյուս բանին Հայաստանի Հանրապետության հանցագործությունների 3 ամսվա տվյալը ապշեցուցիչ թիվ ժողովուրդ ջան մենք կարող ենք Մեքսիկայում Գվատեմալայում նարկոտիկը բերել լցել եք բոլորը թեթփայ Նիկոլի Վիվարոյի Վիգենը մնացածը Նիկոլի աղջիկները կոնտրոլ անող եւ այլն թե թմրաբիզնեսի թե ես իմ կրիպտովալյուտայի թե կազինոյի բիզնես անող Մարիամիկը դարել է լուրջ բիզնեսմեն Սերժի թլոշ միշիկներ գետնից բարձր կուրիր անում հմել Մարիամիկն անում սենց է բան լինի Քոչանի Սեթոն եւ մնացածը Հայաստանի Հանրապետության թիվն եմ ասում մնացածը դուք մտածեք որ 3 ամսում ինչքան հանցագործություն արած լինի Հայաստանի Հանրապետություն 11000 Ներքին գործերի նախարարության տվյալը 11000 հանցագործություն ա եղել որից 868-ը հատկապես խոշոր ծանրության հասկանալի է սենց են պետություն պահում սենց եք դեմոկրատ բան Սրբի Գալյան հելելեր բանը բազում էին դու ասա Սուտ ընդդիմության պատգամավորուհու դեմ իբր թե Նիկոլին բան են ասում դոշերով պահեր ծամոնը կան բերան էլի վեշնի ինչ իրանում հանցագործությունը ոնց դու ու այն բյուրոյի ունքերով եկել այն արփինեն հանցագործությունը 20 անգամ շատացել է ձեզ բերին որ շատացնեն իմիջիալո ժողովուրդ ջան եթե ուշադրություն դարձնեք շատ պոստերից հանում են էլի բերում են ջալսած աղջիկներին որ ձեր վրա են թողնելու այ մարդ ես ձեզ ասում եմ ձեր վրա է մնալու
Վերջինը ով որ դուրս է գալիս, հիշեք, նրա վզին են թողում։ Կուտոյանը ձեզ օրինակ դրի Սերժ Նիկոլը Գյուլին, այդքան KGB-ի ղեկավար էր եղել Թալանչի, Կարլոսով, Գորիկով, մյուսով Կուտոյանը կերավ Գյուլոցը։ Հասկանալի է ձեզ։ Կուտոյանին Գյուլին, հիմա նույնը ձերն ալնելու։ Մի քիչ գոնե շարժվեք, ճշմարտություն արեք։ Գաղութի պետը միացած տուարեկ զմեյ, սենց հաս գլխով, ջանտիկով, էդի գաղութ մտավ այդ բանին, կալանավորին կուտի մինիմումը կուտի, թե ինչ կանի հայտնի չի։ Ոնց կարա այդ բաժնի հոգեբանը ինչա դառնա գաղութների պետ, արա այս երկիրը լրիվ վերացված է։ Այն ինչ պիտի խոսա մարդը, ինչ պիտի անի գաղութներում։ Գաղութները դառել է բիզնես կենտրոն, ամիսը 800,000-ի գումարա ֆռում, որի կեսը ֆռում է գաղութի պետին, գաղութի պետը կոնտրոլ անում։ Դրանից է ուղարկում է նախարարին, ընդդիցեք Հայաստան Նիկոլին, խայտարակություն։ Նախարարները տստե ընդե Արմեն Գևորգյանին աղջի ղրգում են Հնդկաստան, Պապիկյանը Հունաստան, արա ինչ Հունաստան գնալուց մասին է։ Դու գնում ես ում ինչ տաս, Պապիկյան, այսքան վաղտվա արածդ, ինչա որ հիմա էլ է տանես։ Հայ մարմնավաճառ, ինչ ես անում դու Հունաստանում։ Ինչ ես անում, երբ որ քո բանակի զինվոր փողը տալիս է իրա գործատուն, ասենք ես եմ ու գործատու չունեմ։ Դու սա գալիս եմ մենակ 170,000 ալնելու։ Ես իմի կողքից այգից պտի մշակեմ, ինչի 170,000-ով դուք ապրում եք։ Հա, այլեն գրզոյի բալենի ամեն մի ուղևորությունը 30-ից 50,000 է տևում։ Հենա Ավինյանինը տեսան 20,000 մի օր երկու օր գնալը։ Ինչի դուք ընկել եք բանի մեջ ձեր մոր փորը փնտի ոչ լոտությունից կինոյի ղզիկ դերասանից եք ընկել եք։ Ստրիպտիզ պարով փողով Արման Հովանեսյանի կլիպի մեջ ստրիպտիզ պարով Ալենին երկրորդ տեղ ոչ լոտ տնով Նիկոլը առաջի տեղ բերել եք, որ այս երկիրը սենց վերացնեք։ Սենց բան չի լինելու, դուք մեկա գնալու եք։ Եվ ձեր ոտքից դուրս է գալիս մեկը հոպ դուրս է եկել մեռելների միջից Արծրում Հովանեսյանը, Արծրում Դագդի Գագան, ոչ ու բարով հերու բարեկամ Արծրում։ Դագդի Գագան հելել ես հիմա նոր 5-րդ սերնդի բան ես անում, գիտական թեզես գրում ասում Գերմանիայի հաղթանակը հայերին ավելի ձեռնտու էր, քան ռուսների հաղթանակը նոր ես չոքի Արծրում։ Թե ասում ես որ ցույց տաս թե դու ես իբր հայազգի հետ, դու Դագդի Գագան լրիվ դիրքերը հանձնեցի։ Դու ես, չէ, դու ես կառավարիչը։ Դու ինչի գնացիր այդ քայլին ծախելու։ Հələ դու կենթանի ես, հələ դու ինքդ քեզ չես մեռել։ Քո խոսքերը այսօրվա պես հիշում եմ ու աշկիտ ասում եմ, որ հարց տվեցին, դուք չեք խափում զինվորին։ Ասեց ես նայում եմ նրանց աչքերի մեջ, բացեք էտի նայեք, ու չի կարելի այդ աչքով մարդուն խափել։ Նայում ես ու տենում ես այդ երեխու հայացքը կռվի, ձգտման, թեկուզ ինչ որ խառը վիճակի անորոշության։ Դու ինչքան մարդ ես խափել։ Այդքան արունից մի մասը քո վրա է։ Թքե մերեսիք։ Հաջորդ ուզում եմ մեծ ամոթանքնալ Ջուլիանա Գրիգորյան կոչված մեր համար անհայտ, բայց Եվրոպայում եւ Ամերիկայում հայտնի հայ օպերային երգչուհուն Ջուլիանա Գրիգորյան, դու դառնում ես հայազգի մեջ որպես Մարգարիտա Սիմոնյան համարյա։ Ինչ բաներ ես անում։ Ամսի 9-ին նայեցի նկարդ, ադրբեջանցի զուգընկերոջը թե փաթաթված նկար ես գցում մեջ։ Թե քեզ թվում է դու արդեն միջազգային ես դառը հայից վերև ես դու։ Մի մոռացի, չի գետին, հիշի որ այդ հայի գենն է քեզ տվել։ Մնեն չանես որ վերևից ընկնեն, շատ աստղեր սովածության մեջ են մեռել կամ պատուանից իրան գցելա։ Անենց արա հսկայական բոյկոտ չանենք, դու էլ սովի մեջ չմահանաս։ Ոչ մեկ չգա համերգնի։ Քեզ թվում է այնց որ հասել ես Պլաչիդո Դոմինգո եւ այլն, քեզ թվում է դու այդ կարգի մեջ ես, դու սկզբում հայ ես։ Մի արդեն ափսել է ասեի Թուրքի հետ ինչ ես նկարում, ինչ ես, ինչ ուզում ես արա Թուրքի հետ, այդ ա որ ասում եմ, Թուրքի հետ ինչ կեղտի մեջ ուզում ես եղի, +21 +45 նայած ինչքանից ես դու հագենում, Թուրքի հետ մայիսի 9-ով նկար չպետք գցեիր, մայիսի 9-ով, դա տականքության, ազգի դավաճանության, լեկտիության եւ այլասերվածության գերագույն աստիճանն է։ Եղավ Անցնենք միջազգային մի քանի լուրերի, որից
Եվրոպական լուրը ամենաուժեղն է լինելու, ուրեմն վայ Տրամփ, իսկական Տրամփ։ Նիկոլ երկրորդն է այս մարդը, հայտարարում է, որ Ուկրաինայի պատերազմը շատ դժվար պրծնի։ Բա դու ընտրությանը եկար աշխարհին ցույց տալով, որ ես կամ մի ամսում կպրծնի։ Հələ որ Տրամփը ինչ ասել, վատն է եղել, լրիվ Նիկոլն է։ Ամերիկայի հայրեն, որ ձեզ կախում եք Տրամփի համար, որ վայ Տրամփը էսեն է, տեսակ ձեզ ոնց է հագցնում։ Փողը փող, թանկությունը։ Սուտի պատերազմների մեջ փողերը դուս անում, միլիարդների գործանում, այս Ամերիկան տեսեք ինչ օրյա գցելու։ Սա հեն աբրանքն է, բառի իմաստով աբրանքը, որ մի օր կարող է հելենք, տեսնեք Ամերիկայի նահանգները չկան կամ սևերը սկսել են ջարդել կամ բան։ Սենց աբրանք երկրագունդը չի տեսել։ Ինչ ասում է, սխալ է ասում։ Ասում է մեքսիկական ծոցը դառել է ամերիկյան ծոց, դատի ընդվե կարող է հրաժարվի։ Արաբական ծոցը դառնում պարսիցը դատի հրաժարվի։ Մի քանի ժամից մենք Գրենլանդիան վերցնում ենք, չկա։ Մի քանի ժամից հետո մենք Պանաման վերցնենք, չկա։ Մի քանի ժամից հետո մենք Մեքսիկան վերցնենք, չկա։ Մի քանի ժամից Կանադան վերցնում ենք, չկա։ Մի քանի ժամ ենք տվել, որ խաղաղությունը լի Սիրիայում չկա։ Ամեն ինչի համար մի քանի ժամ է։ Իմիջիայլոց ասեցին, որ ջոուտները ասեցին, դե բնականաբար սա մեծ խաղի մեջ է, որ Տրամփը ճանաչելու է Պաղեստինի անկախությունը, որը կլինի ջհուդների վերջը, որտեղ 80 տարվա արյունահեղ պատերազմներից հետո դուս եկա որ ջհուդներ դուք սխալ եք, կապ չունի ինչքան է 6020 քառակուսի կիլոմետրի վրա դուք սխալ եք։ Ահա եւ այսպիսի խաղեր գործի մեջ։ Բարձա։ Հիմա ասենք մյուս հարցերին։ Ուրեմն Ֆրանսիան, Գերմանիան, Անգլիան եւ Լեհաստանը ցուցադրաբար Կիևում հանդիպումից հետո մայիսի համար, որ հայտարարել են Եվրոպայի օր, հատկապես Գերմանիայի նոր ընտրված ղեկավարը, որը բավական էսպես ինչ ասեմ ձեզ, ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի հանդեպ ու Գերմանիան ոնց որ նոր թափ հագավաքի, իսկ ամբողջ աշխարհում միշտ վախենում էին, որ Գերմանիան շատ մեծ թափ չհավաքի, ասեմ ձեզ, չէ՞, քանի որ պատերազմից հետո ամեն ինչից զրկել էին, ամեն ինչից զրկել էին Գերմանիային, հիմա արդեն Գերմանիան առաջին Ռուսաստանին ուլտիմատում տալիս եւ այս երկրները արդեն ռազմական միության մտան, ասացի, չէ՞, ձեզ որ Ֆրանսիան ու Գերմանիան հիմի դրան միացան աշխարհի ամենասուս, բայց տական խաղացող երկիրը Մեծ Բրիտանիան եւ Լեհաստանը։ Միջալոց ասեմ ձեզ, որ լեհական զորքերը այնքան են ուժեղացել ՆԱՏՕ-ում, ասում եմ ՆԱՏՕ-ում դառել են երկրորդ տեղը։ Միայն բանակի զինվորների թիվը հասել են արդեն մոտ 400,000, այսինքն Թուրքիայից անցել են, Թուրքիայի բանակը 350,000 է։ 400,000 են հասցրել։ Ամենամեծ բանակն ունեն Եվրոպայում այսօր լեհերը, չզարմանաք, 40 միլիոն մարդուց 400,000 բանակ են անել։ Եթե վերցնենք Հայաստանի նորմերով, պիտի Հայաստանի բանակը լիներ 30,000, ոչ թե 40 կամ 50,000, Լեհաստանի իսկ Եվրոպայում բանակները քիչ են բնակչության հանդեպ։ Օրինակ 105 միլիոնանոց Գերմանիայի բանակը 218,000-ը մինչև 300 են ուզում հասցնել։ Ֆրանսիայի բանակը 70 միլիոնանոց 265,000-ը 300 են հասնում։ Անգլիայինը 170,000-ը 215 են հասցնում։ Այսպես, փաստորեն ամենաշատը Գերմանիա վանի Լեհաստանի բանակն է։ Եթե մենք վերցնենք պատերազմական իրավիճակով, այն օրը մեկը ասում է ինձ գրելա պարոն Թադևոսյան, բա որ ռուսը մի հատ եսի ինչ անուն տվեց, չիմացա էլ ինչա։ Խփեց Եվրոպային, ինչ արնելու։ Հարգելի հետևորդ։ Մեր այսպես ասեմ, պատերազմները հաղթանակելու համար տարածքի մեծությունն ու տարբերությունը այդքան բավական չի։ Մի հատ Եվրոպային խփել է։ Հիշեցնեմ, որ Ֆրանսիան եւ Անգլիան այն պետություններն են, որոնք աշխարհի բոլոր մայրցամաքներում եւ բոլոր աշխարհամասերում ունեն բազաներ, ճիշտ է։ Բոլոր աշխարհամասերում եւ մայրցամաքներում, այսինքն ինքը կարող խփի թե օվկիանոսից, թե կարող խփի որևէ այլ երկրի տարածքից, օրինակ խփի մերձավոր արևելքի երկրների տարածքից, հատկապես Պարսից ծոցի, որտեղ անգլիական բազաները հեղեղված են, կարող խփի հրթիռները Ռուսաստանի պարտադիր չի Մոսկվային խփի, ձեր բոլորի ուղեղը Մոսկվան է։ Կարա ինքը խփի Թայվանի տարածքից, կարա խփի Ճապոնիայի տարածքից, հեռավոր արևելքի եւ մնացած Սիբիրի տեղերին։ Կարա ինքը խփի օվկիանոսյան, խաղաղ օվկիանոսյան տեղերից, նայած ովա պաշտպանելու, կարա խփի ամերիկյան կողմից, այնպես որ այսօրվա հրթիռները տեսել եք ինչքան է, 15,000, 17,000 կիլոմետր թռնող հրթիռներ կան, այս չի որ հրթիռը պարտադիր պետք է հասնեն նետո աղեղի ժամանակը չի 200-300 մետրի վրա կռվի։
Այսինքն իրանք հրթիռները նշ չեն պահում, որ չեն բերում պահում, ստե որ ասեն քիփ Փարիզի կողքն խփես դու Փարիզի։ Դրա համար հաշվի առնելով պետությունների 6 մայրցամաքներում, ինչպես արաբական եւ մնացած տեղերում, Աֆրիկայում, Օվկիանիայում, Ամերիկայում, Ասիայի երկրներում ունենալը, որը Ռուսաստանի հանդեպ ահավոր ծանր իրավիճակ կստեղծի, հաշվի առնելով հերավոր արևելքի նոսր բնակեցվածությունը, այդ տարածքի 6 միլիոն քառակուսու վրա 6 միլիոն պաշտոնական իրականում հազիվ 4 միլիոն մարդ հապրի, սա ուղղակի Ռուսաստանին հերթական ռուս-ճապոնական պատերազմ կհանգեցնի, Ռուսաստանը խայտարակ կպարտվի։ Բարձա։ Դրա համար այսօրվա դրությամբ այս ամբողջ հաշվարկները արածը Նորվեգիան ամբողջ սահմանով ՆԱՏՕ, Ֆինլանդիան ամբողջ սահմանով ՆԱՏՕ, ծովնել հետն եմ հաշվում, Էստոնիան, Լատվիան, Լիտվան ՆԱՏՕ, հա, մնացած բոլոր երկրները Ռումինիան ՆԱՏՕ, Հունգարիան ՆԱՏՕ, ինչ էլի Հունգարիային սանկցիա են դրել, Հունգարիա իր 7-8 միլիոն բնակչությամբ էնել ջհուդ թուրքերի ղեկավարությամբ ինչ պիտի անի, կհանեն կգցեն դուրս։ Լավ, թող Հունգարիայի չկանան խփեն։ Չեխիան եւ մյուսները, Բուլղարիան, բան։ Այդ ամբողջ տարածքից, եթե ուզենան ՆԱՏՕ-ից խփեն, Թուրքիան ամենաառաջինն է խփելու, կասեն ինձ Ղրիմ թողեք թաթարների ինքնավարություն խփեն։ Ամեն ինչ հնարավոր է։ Մենից որ որպեսի դուք կարողանաք մտածել, թե Ռուսաստանին կարան խփեն, թե չէ տարբեր երկրներից, իհարկե։ Դե եթե հիմա վերցրա ամերիկյան բազայից Վանի մոտի խփեն ռուսին։ Ինչ անելու ռուսը, չի խփելու Թուրքին։ Չի խփելու Թուրքիային, հարց եմ տալիս ձեզ։ Վանի բազան տեղափոխեն, ասեն Կարին, կամ տեղափոխեն Տրաբզոն ու խփեն։ Ինչ անելու ռուս, ասելու է, վայ կներեք, հա, այս թուրքը մեր աղբերն է։ Համաձայն եք դրան։ Հավատում եք դուք կոնե դրան։ Իհարկե, ես չեմ հավատում։ Նրանց որ խփելուց խփելու են։ Իսկ ինչ վերաբերվում է զենքերի տեսակին, բաց այդ հայտարարեցին Գերմանիան ու Ֆրանսիան ինչքան զենք են տալու։ Եվ նայելով բազաները, ես նայում եմ, որ Եվրոպայի այս բոլոր երկրները, ովքեր Ռուսաստանի մոտ են, մեծ երկրները ընդեղները բազա ունեն արդեն։ Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան, սկսած Լեհաստանով, Ֆինլանդիայով, Էստոնիայով, Լատվիա, Լիտվայով։ Վերջ։ Այսինքն այդ տարածքի Ռուսաստանի չի այդքան զորք ունի։ Հիմա Ուկրաինայի ճակատը 1000 կիլոմետր է, հազիվ ապահում։ Եվս 1000-2000 կիլոմետր կկարանա պահի, իհարկե ոչ։ Պլյուս դրան բաբոր սկսեցին հեռավոր արևելքից խփել ինչ արնելու։ Գոնե որևէ մեկ այդ մտածում եք, որ Ճապոնիայի տարածքից սկսեն խփել ռուս, ինչ պիտի անի։ Թողնենք այս հարցը։ Թողնենք, որովհետև Ռուսաստանի հարցը գնալով ավելի դառնում է բաժանելու եմ կրկնում մեծ մաս, սկսելու են փոքր բաժանումներից, մնացած հարցերը կսկսվի, ասել եմ, առաջինը Քյոնիգսբերգն է, Կալինինգրադ, երկրորդ հարցը լինելու է Կովկասի փոքր ազգերը։ Ու Կովկասի փոքր ազգերի բաժանումը գնալու է նրան, որ Ռուսաստանը ինքն էլ է խաղի մեջ, սկսելու է իբր թե գործարք ձեռնարկել, որ Աբխազիան, Օսետիան հետ տա, որից հետո էլ Պուտինն էլ է այդ խաղի մեջ։ Պուտինը Ռուսաստանի համարում է քանդողն է իր թվով։ Ռուսաստանի, որ ժողովուրդը դուրս կգան Կովկասի, ինքը կասի, ահա, սրանք դուրս եկան, չկարացանք, մայենք հանձնեցինք։ Անցնենք պատմական բաժնին, որը այսօր ուզում եմ ներկայացնեմ Լեհաստանի հայ համայնքի մասին, ընդհանրապես հայերը Լեհաստանում 14-րդ դարից հաստատվել են 15-րդ դարում հսկայական քանակությամբ շատացան, ասեմ ձեզ, որ Լեհաստանում հայերը Ռեջ Պոսպոլիտայի կայսրությունում արդեն լիտվական մեծ կայսրությունում, իշխանությունում հետո կայսրությունում հայերի թիվը հասավ մոտավորապես այն ժամանակ 40-ից 50,000։ Հիշեցնեմ ձեզ, որ Ռեջ Պոսպոլիտայի սկզբնական բնակչության թիվը 1.5-ից 2 միլիոն էր, այնպես որ հայերը 2-3% եւ հայերը հսկայական քանակությամբ ներդրում ունեն։ Հիմա որ ես սկսեմ կարդալ նկարիչներ, դաշնակահարներ, քաղաքական գործիչներ, գրողներ հայ, պատմաբաններ, ռազմական գործիչներ եւ այլն կապշեք։ Միայն ես անդրադառնալու եմ այն բանին, որ Ուկրաինան, որ այսօր նախ Կարպատի, Քարպատ պետությունը, որ ասում է Քարպատ, այդ բնական հայկական անունն ասեմ, ցանկացած անուն կարդացեք հայերեն, կտեսնեք ինչա։ Կարպատները ինչ նշանակում։ Քարպատ, Քարիպատ։ Հայերն են այդ անունը դրել, հայերը դարերով այդտեղ ապրել են, դեռ Կիևյան Ռուսան սարքելուց եւ ինչպես մնացած դեպքերում Կարպատներից եկած հետագայում ճանապարհը թուրքերը, որ արդեն հասնում են Կրակով, լիտվական զորքերը կոտորելով եկան, այդ զորքերի մեջ հսկայական քանակությամբ հայ նշանավոր զորավարներ կային։ Նշանավոր։ Ես պատմել եմ հայկական գունդը, որը նաեւ հետո սկսեց մասնակցել հենց Վիեննայի ազատագրմանը։ Եվ այս հայկական գունդը, որը ռազմական մեծ ուժեր ներկայացնում, լեհերը բավական վստահում էին նրանց, եւ հայերին հանձնվեց նաեւ որպես շինարար ամրոցաշինությունը։ Ամրոցաշինության ամենամեծ օրինակը
Կամենսկ-Պոդոլսկի ամրոցն է, որը լեհերը տվեցին հայերին, առևտուրն ու ամրոցաշինությունը տվեցին հայերին, ռազմական կայազորի ընդհանուր թիվը մնաց Ռեչպոսպոլիտայի ձեռքը, ապրող ժողովուրդը ուկրաինացիներն են, ինչպես այն ժամանակ ուկրաինացի բառ չկար, ռուսինն էին, մի քանի հոգի ռուսներ էին ապրում եւ լեհեր ու տեղի ազգեր։ Իմիջիալոց ասեմ ձեզ, որ մինչև այսօրվա դրությամբ հայերի սարքած տեղերում պատերազմ չի լինում, սա ես ասել եմ 41 թվի համար էլ 45 հիմա էլ Բուկովինայի շրջանը կամ Կարպատները։ Ինչու այդտեղ ռուսները չեն խփում։ Բանն այն է, որ այստեղ հսկայական քանակությամբ ապրում են խառը ազգեր, այդ թվում նաև հрьяաներ, իսկ հрьяաներին ռմբակոծումը հասկանալի է, պատերազմներում արգելված է, որտեղ բոլորը նման շներ են, ոնց որ Պուտինը Հոֆման ազգանունով եւ մնացածը Մեդվեդևը Մենդելի ազգանունով եւ մի շարք այլ անուններ։ Հիմա հասկանում եք, չէ՞, ամբողջ Ուկրաինան ռմբակոծում են, բայց Ուժգորոդի մարզը չեն ռմբակոծում։ Հարց ինչի, որևէ մեկիդ մտքով չի անցնում, ինչի Ուժգորոդը չի ռմբակոծվում, հա? Մինչև Լվով խփում են, մինչև Լեհաստանի տարած խփում են, բայց Ուժգորոդը չէ։ Այս հարցը մտածելու է տալիս։ Եվ Ռեչպոսպոլիտայի պետության մեջ Ուկրաինայի Կամենսկ-Պոդոլսկ քաղաքը, որ հայերն են կառուցել, ամրոցը եւ այլն, ինքը հոյակապ մի միջնադարյան կառույց է, որը կարող եք դուք տեսնել, մինչև այսօր էլ կա, այնտեղ քիչ են ռմբակոծել, չեն քանդել ամրոցը, որը հայկական գործի արվեստն է ներկայացնում եւ հիշեցնեմ ձեզ, որ Կամենսկ-Պոդոլսկը եղել է հայ առևտրականների, հայ պատմաբանների հիմնական բնակավայրը, որտեղ արդեն ունենք հայ պատմաբաններ Կամենսկի ազգանունով եւ այլն, բարձա։ Ուզում եմ ասեմ, որ այս քաղաքը մինչև այսօր էլ կա, շատ գեղեցիկ քաղաք է, այնտեղ են հանվել խորթային մի շարք հետաքրքիր ֆիլմեր, պատմական Դարտանյանը, ասենք, էլեկտրոնիկի արկածներ են ամրոցի պահը եւ այլն, մի շարք ֆիլմեր են հանվել, սա հայերի սարքած քաղաքն է։ Բայց ուկրաինացիները, ասեմ ձեզ, չեն շղթում, որ հայերի սարքածն է։ Ես ձեզ ասեմ, որ թե Չերկասիում, թե Կամենսկ-Պոդոլսկում, Ուժգորոդում, որտեղ կան հայկական Բուկովինայում, հայկական փողոց, հայկական եկեղեցի, ոչ մի ուկրաինացի, ասեմ ձեզ, դրան տարօրինակ չի նայում, քանի որ իրենք են ինձ տանում, ասում են, վայ հայ ես, տանում են, ասում են, արի ցույց տանք, սա հայկական փողոցն է, սա Վիրմեսկի ցերկը, Վիրմեսկայա ուլիցա։ Տանում ցույց էին տալիս, այնպես որ ռուսական ձև չի էլի, որ հայկական բոլոր փողոցների անունը փոխվի, Լազարևի համալսարանը դառնա ինչ-որ դեսպանատուն, Լազարևի փողոցը Արմյանսկայա ուլիցան դառնա Պատկալակոլնիայա ուլիցա այսօրվա Մոսկվայի, Արմյանսկայա ուլիցան է, ու վրան փոխվեն անունները եւ այլն շենքերը, չէ՞ որ հայերը հսկայական Մոսկվան է սարքեցին։ Այդ ոնց հալում, որ ռուսների մոտ է փոխվում հայկական ու ջուդների, մնացած ոչ մեկի մոտ չի փոխվում։ Լեհաստանում չի փոխվում, մինչև այսօր հայկական եկեղեցիներ կան։ Իմիջիալոց Լեհաստանի հզորացման ժամանակ հայկական հայ բնակչությունը հասան կատաստրոֆիկ բարձր աստիճանի 150,000։ Այսինքն, երբ որ Լեհաստանում 10 միլիոն արդեն կայսրությունը մեծացել էր, 150,000 մարդ էր ապրում։ Ինչի է սկսեցին այ այս խոսակցությունը հենց Լեհաստանի մասին։ Բանն այն է, որ հարգելիներս, Լեհաստանը այսօր զբաղեցնում է առաջատար դեմք։ Միշտ լեհերը կռվել են իրենց պետությանը վերականգնելու համար, բնականաբար ոչ մեկ Ռեչպոսպոլիտյան կայսրություն չի թողնի, բայց հիշեցնեմ ձեզ, որ 1947 թվականից հետո Լեհաստանից վերցրեց Վիշգորոդյան երկու մարզը Բելարուսի, տրվեց Բելարուսին եւ գերմանական Սիլեզիան վերցվեց տվեց լեհերին, որպեսզի հետագայում բաժանվելու դեպքում Ստալինը իրար մեջ կռվի լինի։ Բացի դրանից Լեհաստանը Բելարուսիայի տարածքը լիտվական պետության անբաժանելի մասն է եղել։ Բելարուս ազգ չի եղել, Բելարուս ազգ չի եղել, դա հորինված ազգ է, ինչի են ասել Բելարուս, ոչ թե մաշկի սպիտակության համար, Բելարուսները շատ նվար են ուկրաինացիներին, հիմնականում սև մազով են, սպիտակ չէին ասի։ Բելարուսները հագել են սպիտակ հագուստ։ Նրանց հագուստի մեջ գերիշխել է սպիտակը ու կարմիր վիշիվանկան։ Դրա համար ասել են Բելարուս հետագայում։ Այս տարածքում ապրող տարբեր ազգերը խառն էին, ռուսական թե պոլյանները, թե վիտիչի, գրյանվիչի, եսին պոլյանը, էսի լեռնային եւ այլն ազգեր։ Այդպես չի։ Իսկ Բելարուսը այսօրվա դրությամբ հանդիսանում է աշխարհի չարիք, բոլոր աֆրիկյան տերորիստական պատերազմների մասնակցող զենք տվող Արցախի հայ-ադրբեջանական պատերազմին Արցախյան երկու ճակատամարտին թուրքերի կողմից մասնակցող զենք տվող թուրքերի միանման պաշտպան, այնպես որ Բելարուսը վերացնելու ծրագիրը կա։ Դա է պատճառը, որ Լեհաստանին միացրել են եւ Լեհաստանը պիտի սախապի։ Բելարուսի վերացումով Ռուսաստանը
հետ է գնում դեպի ռուսական սահման, բարձա, ու Ռուսաստանը սկսում է այդ սահմանից աշխատել։ Այսինքն Մոսկվային եւս մոտենում են մի 150-200 կիլոմետրով։ Ահա եւ ամբողջ միությունը կամ Ռուսաստանը պետք է մայրաքաղաքը փոխի դեպի երկրի խորքը, կամ պետք է խելոքանա զիջի։ Բելարուսի տարածքում պատերազմը անխուսափելի է։ Խոսքերս հիշեք, հիմա կասեմ ծիծաղում եք, ոնց որ Ուկրաինայում ասի, ոնց որ Մոսկվայում ասում եք կրակներած մեկեսի գժվելա Մոսկվանով դուխ կանի։ Անխուսափելի է։ Բելարուսի տարածքում պատերազմը անխուսափելի է։ Հակառակ դեպքում ամերիկան անսահմանափակ զենք, գեր ժամանակակից զենք, լավագույն պարապմունք լեհական բանակին ոչ մեկ չէր թող։ Եվ չմոռանանք, որ Սմոլենսկի մարզը եւ մնացած կողքի մարզերը սա Ռեչպոսպոլիտայի պատմական տարածքն են, ռուսները գրավեցին։ Նայեք պատմություն եք, Ռուսաստանի ինչ Մոսկվան թաթարները տվեցին մոշկալների ցեղի անունով այդ ջրի արանքը, մոնղոլները տվեցին մամայը, սարքեցին ինչ Մոսկվա։ Ինչ Մոսկվա։ Ռուսական պետությունը հին Նովգորոդն է։ 1 միլիոն քառակուսի կիլոմետր ծովափով պոմորներով դեպի վերև։ Ինչ Մոսկվա, ինչ ռուսի հող։ Ով ասե որ ռուսի հողն է դա եղել։ Տարտարիա պետությունը, որ թարս կարդմես դառնա Այրարատ, ես այս մասին ասել եմ, հնչյունափոխված ջհուդական պետությունը, սկյուտներ էս ինչ։ Մի հատ ասք ցույց տվեք, որ այսօր սկյուտներից մի բան ունի, հա Ուկրաինան իրան ասում է ես սկիֆ եմ, այնի ասում է սարմատ եմ, ապացույցը։ Եվ նրանց բոլոր արվեստի նմուշներն է հայկականը, եւ երկրի անունը Տարտարյան եւ Արարատը հայկական է, եւ Հայաստանը ամենահին թագավորը Պարույչ Սկայորթին կամ Հսկայորթին սկյուտական մի գծով դա հայկականն է, դե իմի դրեք հիմա ինչքան ուզում եք գլուխները ջարդեք 6-րդ դար, 7-րդ դար մեր թվակությունից առաջ մի հատ ռուսական կամ ծիծաղելու ուկրաինական բան գտեք։ Չկա, չկա, կամ գտեք պարսկական բան։ Նրանք եղել են պարսիկ եւ եղել են բուդա, ապացույցը ուր է։ Ապացույցը ցույց տվեք, բուդայականությունը սկսել է 7-րդ դարից, սկյուտները եղել են բուդա, ուր է։ Պարզա։ Դրա համար երկար պատմելու եւ բանավիճելու հարց չունեմ, հայկականը ամեն տեղ է։ Ավելի լավ է Ռուսաստանը այսօր դառնա Արարատի պետություն հետ գա իրան, քան թե դառնա ես իմ հիմա ինչ է ինքը մոնղոլա, թաթարա, խառնուրդ մի քիչ արիական ցեղա մնացել հին ռուսականից, որից 1%, 2% է մնացել, խառնուրդ սենց մոշկաների եսիմ ինչերի խառնուրդ, ջհուդական խառնուրդ, որը պետք է վերանա, այսա։ Աստված ամենտեղ տեսնում է ամեն մարդու արած, ամեն ազգի արած, ամեն ղեկավարության։ Նա վերացնում է, ինչի կեղտոտ է։ Վաղ թե ուշ, հիշեք, դինոզավրները չէին ներում ոչ մեկին վերացան։ Աշխարհը քանի անգամ մեռը ու վերականգնվել։ Սա էլ է գնալու։ Սա էլ է գնալու աշխարհի չարիքները հեռանալու։ Այսքանով ուզում եմ ավարտել այսօրվա հաղորդումը, մաղթում եմ ձեզ լավ երեկո, հիշեք, հայը նա է, ու մեջ Աստծո մասնիկը կա, լույսը վառվում է, եւ ինքը նյութական չէ, հենց դառա նյութական այդ լույսը անջատվում է ու քո մոտ սկսում է աշխատել սատանի թևը, դու նվիրվում ես նրան ու կյանքդ փոխվում է։ Հետո որ սկսես ոտու ձեռնգնել, վայխի սենց եղավ, վայխի ես արին, խիտաղուս խփին խեմ, ես հիվանդ խեմ էսի, այդ խիների ինչուների պատասխանը քո մեջ փնտրի, ոչ թե ուրիշտեղ։ Եվ բերեք միասին բարձրաձայնենք եւ երկինք ուղարկենք, որ կատարվի Աստված թող արժանին պատժի հայազգի ներքին ու արտաքին թշնամիներին, հատկապես ներքինին, քանի որ նրանք տականք են, տհաճ են եւ զզվելի։ Աստված թող արժանին պատժի ամալեկների, թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, հաջորդ տարին Մուշում, Վանում, Արդահանում, Բաբերթում, Կիլիկիայում, Անգորայում եւ Պոլսում։ Ամեն